Առողջ եւ երջանիկ ապրելու համար անհրաժեշտ է ոչ թե սպասել եւ հուսալ, այլ գործել, ասել է թե վարել առողջ կենսակերպ եւ ապրել առկա երջանկության գիտակցմամբ։ Բարև հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաալիքի եթերում կրկին Ապրիր առողջ հաղորդաշարն է, որի շրջանակներում մենք փորձում ենք հոգ տանել ձեր առողջության մասին։ Ասեմ, որ մեր հյուրն արդեն տաղավարում է եւ այս պահին ես մեծագույն սիրով կներկայացնեմ նրան։ Եվ այսպես վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պտղաբերության կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյան։ Բարև ձեզ բժիշկ Համբարձումյան, ուրախ եմ ողջունելու ձեզ մեր տաղավարում, դուք մեզ մոտ առաջին անգամ եք եւ այսօր ձեր անմիջական մասնակցությամբ պետք է փորձենք օգտակար հեռուստախորհրդատվություն ապահովել մի շատ արդիական խնդրի վերաբերյալ, խնդիր, որը կարելի է դիտարկել ոչ միայն բժշկական, այլ նաեւ սոցիալական, հոգեբանական տեսանկյունից խոսքը անպտղության մասին է։ Դերևս ներկայացնեք ինչ ասել է անպտղություն։ Անպտղությունը իհարկե ժողովուրդը գիտի, բժիշկները գիտեն, բայց գոյություն ունի հատուկ ուրեմն ձևավորում, ձևաչափ, որ նշանակում է, եթե զույգը 1 տարի անընդմեջ սեռական կյանքով ապրում է եւ հղիություն չի հաստատվում, պետք է համարել դա անպտղություն։ Անպտղությունը դա հիվանդություն է։ Անպտղությունը համարվում է արդեն ոչ թե ընտանիքի վիճակ, սոցիալական ինչ-որ հատուկ վիճակ, այլ հիվանդություն։ Ուրեմն 1 տարի չբերություն ունեցող զույգը համարվում է այսօր հիվանդություն կրող։ Պետք է դիմել բժշկի։ Ուստի 1 տարի անց նոր պետք է դիմել բժշկի։ Այո, պետք է դիմել բժշկի 1 տարի անց, անպտղությունը համարվում է այդ ժամանակից, բայց եթե տարիքային խնդիրներ կան, օրինակ 35 տարեկանից բարձր կնոջ մոտ, պետք է դիմել անպտղություն կարող է դեռ չհամարենք 6 ամսից հետո, բայց 6 ամսից հետո խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ Հատկապես 40 տարեկան կանանց մոտ եւ այլն, եւ թե նոր են սկսել սեռական կյանքով ապրել կամ երեխա են ուզում ունենալ, անպայման պետք է դիմել բժշկի կամ միանգամից կամ ամենաուշը 3 ամսից հետո։ Ուրեմն անպտղությունը որպես դիագնոզ մեկ բան է, բայց երբ է պետք դիմել բժշկի մեկ ուրիշ։ Մենք խորհուրդ ենք տալիս, դա բժշկական գիտությունն է խորհուրդ տալիս, դիմել ոչ ուշ քան 1 տարի, եթե երիտասարդ զույգ է, եւ ոչ ուշ քան 6 ամիս, եթե 35 տարեկանից բարձր կանոջ մասին է խոսքը։ Լավ, իսկ առավել տարածված պատճառները որոնք են, թերևս դուք բազմիցս խոսել եք այդ մասին, բայց հեռուստադիտողներին միևնույն է շատ հետաքրքիր է։ Նրանք ովքեր դեռ բժշկի չեն դիմել, հիմնական նրանց է հետաքրքիր։ Իհարկե, բորբոքումներ առաջի հերթին, ուրեմն առաջ են գալիս որպես մի համատարած խնդիր, բայց երբ որ մասնագիտական մենք ավելի շատ խորը մոտեցումներ ենք ցույց տալիս, տեսնում ենք, որ ավնովուլյացիա կոչվող process, այսինքն ձվաբջիջի հետ խնդիրներն են կնոջ մոտ առաջին տեղ է գալիս, որոնք 30-40%-ն են անպտղությունների բոլոր ուրեմն տոկոսի մեջ, դա ուրեմն ձվաբջիջի հասունացման, զարգացման եւ տրոհման process-ի խանգարումն է։ Կարող է ձվաբջիջը չզարգանալ, կարող է զարգանալ, չկարողանալ դուրս գալ ձվարանից եւ այլն եւ այլն։ Կամարտկանց մոտ կա նույնպես մեծ խնդիրներ, սա տարբեր տոկոսի ուրեմն սերմաբջիջների քանակի եւ աշխուժության ուրեմն ակտիվության անկումն է, որը այսօրի դեպ մեծ խնդրեմ է ամբողջ աշխարհում եւ առավել եւս Հայաստանում, ցավոք սրտի։ Եվ իհարկե ուրեմն մենք 20-22 կանացի տեսակներ կան անպտղության եւ 17-18 տեսակի տղամարդկանց։ Սա բերում է բավականին քանակի պատճառներ կան, որոնք կարող են բերել անպտղության։ Սա բերում է վիճակագրության առումով, եթե խոսենք, անպտղությունը քանի տոկոս է կազմում եւ դրանց լուծելի տարբերակը քանի տոկոս է կազմում։ Ուրեմն անպտղության տոկոսը քանի գնում բարձրանում է, դա վատ նորություն է, բայց լավ նորությունն է, որ եւ բուժման ձևերը օգնության ուրեմն մեր հնարավորություններն են աճում։ Այսօր ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղության խնդիրներով, այսինքն 17-18% բնակչության 18 տարեկանից 44 տարեկան այս հասակի մասին է խոսքը։ Ինչ հսկայական տոկոս է թերևս։ Ամեն 6-րդ պատկերացնում եք, ուրեմն զույգերը գնում են ամուսնանում են, գնում են ուրեմն դեպի կառուցման իրենց ընտանիքը եւ ամեն 6-րդի մոտ խնդիրներ ունենք։ Զարգացած երկրներում 10-14% է, Հայաստանում 17-18%։ Ուրեմն մենք խնդիրներ ունենք սպეციფიկ մեր բնակչության հետ կախված, պետք է լուծել բնականաբար եւ բժշկական ուրեմն մեր ուժերով բժշկության եւ երևի թե մի շարք սոցիալական խնդիրներ կան, որոնք կարող են բերել անպտղության կամ ասենք թե բուժման անհնարավորությանը ելնելով տարբեր պատճառներից, բայց Հայաստանում կան սպეციფიկ պատճառներ, որոնց վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք, ինչպես բնակչությունը, այնպես էլ հասարակությունը եւ բժիշկները։ Լավ, վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա։ Կուզեի գործունեության մասին խոսենք եւ մարդկանց ավելի լուսաբանող հեռուստախորհրդատվություն ապահովենք։ Ինչով է զբաղված ասոցիացիան։ Ասոցիացիան ստեղծվել է արդեն մոտ 6-7 տարի առաջ, չեմ կարող թաքցնել ձեզանից, որ այդ
դրդումը այդ ստեղծելու ասոցիացիայի առաջին հենց պատճառներից մեկն էր այն մեծ տարբերությունները, որոնք ես ինքս նկատեցի Հայաստանի բժշկության, բնակչության, տեղեկատվության մակարդակի կամ հարաբերությունների հետ կախված եւ այն ինչ որ արտասանում է տեղ ունեցել։ Ես ինքս մի քանի տարի, տասնյակ տարի աշխատել եմ արտասահմանում եւ երևի թե շատ էի սովորել այդ որակին։ Կարող եք փաստերին վերևից նայել, այսպես ասած։ Վերևից չէ, կողքից կասեի, այսպես օբյեկտիվորեն, այո, օբյեկտիվորեն մնացել էր սովետական այդ ստանդարտները, այդ մտածելակերպերը, շատ հարցերում մենք շատ հետ էինք արտասահմանյան ուրեմն վերարտադրական բժշկության մասն եմ խոսում, մակարդակից, եւ մեր նպատակը նա էր, որպեսզի ոչ միայն բնակչության, այլև բժիշկներին բերեինք, ուղղակի շեղեինք այդ ահռելի իներցիան, որ կար մտածելակերպի մեջ մեր բժիշկների, բերեինք ուրեմն արտասահմանյան ստանդարտների, մտածելակերպերի, պրոտոկոլի եւ մնացած մեթոդներին համապատասխանացնենք։ Ինչ տվեցին այս 6 տարիները։ Շատ մեծ բան տվեցին։ Վերարտադրական բժշկությունը իդեպ Հայաստանում մենք դա նշել ենք եւ ուրախ ենք դա նշել ամեն անգամ աճ է ուրեմն ապրում, որ շատ ուրախալի է։ Եվ ինչպես բնակչությունն է ավելի տեղեկացված եւ ի շնորհիվ ձեր հաղորդումների, որոնք շատ ավելի հետաքրքրությամբ են նայում բնակչությունը ուզած առողջապահական ծրագիր, հատկապես եթե անպտղության է վերաբերվում, որտեղ նորից եմ ասում, մենք 6-րդ այո, օծելի է, շատ խնդիրներ կան չլուծված դեր հատկապես Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, բայց հատկապես Հայաստանում շատ խնդիրներ կան։ Մենք դրանք բարձրաձայնում ենք, մենք դրանք փորձում ենք մեր ուժերով, ասենք թե կառավարության, առողջապահության մինիստրությունը եւ այլն, տարբեր մակարդակներով մենք փորձում ենք այդ հարցերը լուծել, որտեղ իսկապես շատ են։ Անպտղությունը ցավոք սրտի միայն բժշկական խնդիր չէ, սոցիալական եւ այլն, նույնիսկ դեմոգրաֆիկ, ռազմավարական խնդիր է պետության համար, ինչպես Եվրոպայի երկրներն են 2 տարի առաջ ընդունել այդ որոշումները, որ անպտղության բուժումը սա մեր ազգաբնակչության մեծացնելու, աճեցնելու եւ ռազմավարական մեծ ստրատեգիական կարևոր խնդիր ունի։ Ուրեմն այլ մենք Հայաստան, հատկապես որ փոքրիկ մի երկիր է, որ գտնվում է շրջապատված ուրեմն երկրներով, որոնց հետ կարող է ամեն օր պատերազմ սկսվել եւ այլն, մենք պետք է ապահովենք մեր բնակչության գոնե վերարտադրումը, ել չեմ ասում աճը եւ այլն։ Սա մասամբ մեր վերարտադրական բժիշկներից վրա է, ուսերին է դրված։ Բժիշկ Համբարձումյան, շատ հաճախ այդ խնդրին բախվելուց մարդիկ սկզբում դիմում են հեքիմների, ոչ բժիշկների, լավ, այսպես ձևակերպեմ, հավաքական անուն տամ, եւ տարբեր բաներ փորձելուց հետո նոր միայն վերջում են գալիս բժշկի։ Ցավալի հարցերից մեկն է ին վերաբերմունքը, հենց սա էլ մեր ասոցիացիայի, մեր այս ուրեմն խնդիրներից մեկն է, որպեսզի բնակչությունը իմանա, որ ում պետք է դիմել եւ երբ պետք է դիմել, երբ եւ ում չկորցնել ժամանակը, ցավոք սրտի ժամանակի ֆակտորը անպտղության համար կարևորագույն ֆակտորներից մեկն է, հատկապես եթե 30-ը ոտնահարում է կինը, արդեն ուրեմն իսկ մենք շատ ժամանակ տեսնում ենք, նույնիսկ 40 տարեկան կանայք, որը կարծես թե հասուն ուրեմն կանայք են, կյանքից հասկացող բժշկություն իրենք կարող է ամուսնանան տարիներ շարունակ կորցնեն կամ այս հարևանի ուրեմն կամ այդ տենց ինչ որ հեքիմների հետ եւ այլն տարիներ կորցնեն եւ երբ գալիս են պատրաստ արդեն վերջապես գալիս ենք լուրջ բժշկությամբ զբաղվել, լուրջ բժշկությունը արդեն այստեղ սահմանափակ հնարավորություններ ունի, որովհետեւ հարաբերականորեն անզոր է կարելի ասել ժամանակի։ Այո, տարիքային ֆակտորը դեռ մեր բժշկությունը չի կարողանում հաղթահարել եւ սա ամբողջ աշխարհում խնդիր է, որովհետեւ կանանց առաջնածին կանանց հասակը քանի գնում բարձրանում է, ավելի ուշ են ամուսնանում զույգերը, կանայք կարիերայով են զբաղվում, սոցիալական իրենց խնդիրներով եւ այլն, կանայք սկսել են ավելի ուշ ծննդաբերել, որտեղ ուշ են ամուսնանում տարբեր պատճառներ եւ հույսերը դնում են վերարտադրական բժշկության այդ թանկարժեք մեթոդների վրա, ենթադրելով որ ամենազորը, դե կգնամ արհեստական բեղմնավորում կանեմ կամ կգնամ այս մասնագետի մոտ, այն մասնագետի մոտ, լսել ենք sense տեսակի բաներ, հույսները դնում են եւ հետագայում շատ մեծ խնդիրներ առաջ են կանգնում։ Մեր ազգաբնակության շրջանում այդ խնդիրը պայմանավորված է նաեւ նրանով, որ ասում են երեխա ունենալը Աստծո ձեռքում է եւ շատ հաճախ եթե ժամանակը գա կլինի կամ մի արթերից է կամ ինչ որ խնդիր անեց եւ այլն, շատ ժողովրդական բաներ, դրա համար էլ մարդիկ սպասում են։ Ինչ խորհուրդ կտաք հենց նման մարդկանց ընտանիքներին, ավելի շուտ մեծերին, սկեսուրներին, դա շատ կարևոր է։ Նաև նրանց խորհուրդը, շատ հաճախ նրանց խորհուրդը։ Ես ենք սկեսուրների մասին խոսացել, որ ինձ թվում է շատ սկեսուրներին թվում է թե ես ինչ որ սկեսուրների դեմ մի բան ունեմ հատուկ, բայց իրականում զույգը ինքը պետքա որոշի, պետքա գիտակցված մոտենան այդ հարցին, որ 1 տարին բավական է սպասելու համար եւ պետք է դիմեն վերարտադրական բժշկության մասնագետին։ Նույնիսկ ընդհանուր բժիշկներին դիմել իմաստ չունի, որտեղ նրանք կարող են էլի գիտակցաբար կամ անգիտակցաբար ժամանակ կորցնել, ենթադրելով որ պատճառը պարզ է իրենց համար եւ որ պատճառը կարող է ավելի խորը լինել եւ ուղղակի դիմեն վերարտադրական բժշկությամբ զբաղվող մասնագետներին։ Նրանք մեծամասնությամբ գինեկոլոգներ են, մասնագիտացված։ Արտասահմանում հատուկ 4 տարի ավել են գինեկոլոգները սովորում։
որպեսզի դառնան վերարտադրողական բժշկության մասնակից։ Սա հենց այնպես 1-2 գիր կարդալով կամ մնացած հարցերով չի։ Ուրեմն վերարտադրողական բժշկությունը սա արդեն առանձին մի ճյուղ է։ Մենք Հայաստանում ունենք բավականին կենտրոններ, այ դուք ասում եք ինչ փոփոխություն, այս վերջի 4-5 տարվա ընթացքում այն թվում եւ մեր ասոցիացիայի օգնությամբ մի քանի նոր կենտրոններ են բացվել Հայաստանում, որոնք որ զբաղվում են բարձրագույն մակարդակով վերարտադրողական բժշկության, արհեստական բեղմնավորումներով, սերմնավորումներով եւ այլն։ Այնինչ այսօր համաշխարհային բժշկությունը կարող է ուրեմն առաջարկել։ Դուք ասացիք զույգը պետք է որոշում կայացնի, այս շատ կարևոր է այդ խնդրի մեջ զույգ նշելը, որովհետև տարիներ շարունակ, երբ կար խնդիր ընտանիքում, մեղավորը միայն կինն էր։ Այո, այս կարծրատիպը ինձ թվում է արդեն կոտրվել է։ Կարելի ասել հաղթահարման ճանապարհին է։ Ես գրեթե եթե առաջի տարիներում շատ էի տեսնում կիններ գալիս կամ սկեսուրի հետ, լավագույնս դեպքում կամ մոր հետ, քրոջ հետ, հիմա զույգեր են գալիս։ Սա իհարկե մեր կենտրոնի դրվածքն է, բայց ես գիտեմ, որ շատ տեղերում արդեն զույգը հասկանում է, որ վերջին հաշվով սա իրենց ընդհանուր խնդիրն է, երեխան մեկ մարդուց չի լինում, եւ ամուսինները շատ սիրով մոտենում են, գալիս են, մասնակցում են ամբողջ process-ին, նույնիսկ եթե խնդիրը իրենցից չի, զույգը պետք է իրար օգնելով, ոնց որ ասած ձեռքի բռնած, այս ճանապարհով, այո, հոգեբանական խնդիրները այս անպտղության հետ կապված խնդիրները շատ կարևոր են, որովհետև ցավոք սրտի սա երկար ճանապարհ է, որ պետք է զույգը գնա, եւ միայն զույգը չէ, մենք այստեղ բժիշկներս աշխատում ենք զույգերի կողքը լինել, որպեսզի հնարավորինս չափով ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական օգնություն, ասենք, սաթարում տանք այդ, որովհետև կարող է 1 ամիս, կարող է 6 ամիս, կարող է 1 տարի նույնիսկ տևել։ Միջին միջալուց անպտղության բուժման 1 տարի է։ Մեզ մոտ Հայաստանում եթե 3-4 ամսվա ընթացքում չեն հղիանում, վրա է հասնում հիասթափություն։ Թողում են բժշկին կամ գալիս են ուրեմն ինչ որ ասենք թե խնդիրներ բարձրացնելով, թե կարող է սխալ եք անում, կարող է ինչ որ մի բանից չի, չէ, բնությունը այնպես է ստեղծել, որ ընդամենը 20% է բնական պոտենցիալը կնոջ հղիանալու, այսինքն տարին 1 անգամ է հղիանում կինը, այն 11 ամիս ինչու՞ չի հղիանում, մենք շատ չենք հասկանում։ Ուրեմն մենք աշխատում ենք, եթե անպտղության խնդիր կա, կնոջ բերենք գոնե հասցնենք նորմային, այսինքն այդ 20%-ին։ Հիմա իհարկե ավել է, որտեղ հազորագույն դեղորայք ունենք, բայց ավելին 100%-ի ոչ մեկի չի հաջողվել եւ դեռ երկար տարիներ չի հաջողվի, որ մի անգամից եկան ու հղիացան, այսինքն ժամանակի ֆակտորը շատ կարեւոր է, պետք է համբերություն ունենա, այս անգամ չստացվեց, մյուս անգամ կստացվի, համբերատար շարունակել, եթե պատճառը պարզ է, ուշ թե շուտ հաջողության հասնել։ Լավ, խոսենք նաև ժամանակակից մոտեցումների մասին, կարծում եմ հեռուստադիտողները հիմա համակ ուշադրությամբ սպասում են, թե ինչ տարբերակներ եք առաջարկելու։ Եթե նույնիսկ համեմատենք սրանից 3-4 տարի առաջ, բավականին ուրեմն զարգացում է ապրել եւ ոչ միայն վերարտադրողական բժշկությունը, վերարտադրողական բժիշկները, բնակչության գիտակցությունը եւ այլն, այլ դեղորայքային սպասարկումն է շատ լավացել։ Ես հիշում եմ, որ նոր է սկսում 5 տարի առաջ սրանից այդ դեղորայքը ուղղակի գոյություն չունեին Հայաստանում, լավագույն դեպքում Մոսկվայից կամ արտասահմանից պետք է բերենք։ Մենք այսօր ունենք Հայաստանում բոլոր տեսակի դեղորայք, ինչ անհրաժեշտ են բարձրագույն մակարդակով, ճիշտ է, թանկ են այդ դեղորայքը, բայց բարձրագույն մակարդակով, որպեսզի օգնություն ցույց տանք այդ զույգերին։ Հնարավորությունները բոլոր կան, որպեսզի մեր զույգերին ցուցաբերենք նույն տեսակի, նույն մակարդակի օգնություն, ինչ նրանք կստանային, եթե թռնեին այստեղից ինչպես առաջին անում Եվրոպա, Միացյալ Նահանգներ կամ չկա մեկնելու արտասահման։ Այո, միակ խնդիրը այսօր, եթե կարելի ասել, դրա ֆինանսական խնդիրներն են, որոնք որ ցավոք սրտի լուծված չեն, մեզ մոտ ապահովագրություն չկա այս զույգերի, սա մեծ խնդրեմ է, մեծ խնդիր է մեր հասարակության համար, որտեղ աշխարհում այս խնդիրները գրեթե բոլոր երկրներում արդեն լուծված են։ Մեր ռեսուրսները ֆինանսապես մեր պետության անսահման չեն, մենք շատ հարուստ պետություն չենք, բայց ինձ թվում է, որ ռազմավարական եւ ուղղակի հումանիտար տեսանկյունից այս հարցին անպայման ուշ թե շուտ պետք է ուշադրություն դարձնել։ 70% այսօրվա մեր անպտղ զույգերի հնարավորություն չունեն ստանալ լիարժեք բուժում միայն նրա համար, որ այդ դեղորայքը չեն դիմում մտածելով, որ շատ թանկ արդեն գները եւ շատերը կարծում են, թե սա բժշկի քմաջուկն է կամ բժշկին է գնում այս գումարը, ոչ, ցավոք սրտի նաև հետազոտությունները, ընթացիկ հետազոտություններ, որոնք իսկապես այո, թանկարժեք են եւ այստեղ մենք ոչինչ չենք կարող էժանացնել եւ որակը գցել դա կլինի սովետական բժշկություն, որով որ որոշ կենտրոններ դեռ զբաղվում են ցավոք սրտի, բայց եթե ուզում ենք, ասենք թե շատ մակարդակի բժշկություն, ասենք թե հրամցնել զույգերին, պետք է դիմել ժամանակակից մեթոդներին, իսկ նրանք շատ թանկ են ամբողջ աշխարհում։ Դուք ասացիք, որ արտասահմանում հույսները դնում են այդ շատ թանկարժեք արհեստական բեղմնավորում ասացի վրա, էկո, որը շատ ընդունված է, բայց արդյոք բոլոր դեպքերում է դա օգնում, որովհետև մարդիկ են, շատ անպտղ զույգեր մտածում են, դե գումար կհավաքեն վերջի դեպքում կանեն դա, բայց արդյոք բոլոր դեպքերում է դա էֆեկտիվ։ Ընդամենը 5%-ն է բնակչության ամբողջ աշխարհում
որ դիմել են անպտղության խնդիրներով, ստանում էկոյով ասած, ասենք անպտղության այդ արհեստական մեթոդներով բուժման ձևով են հղիանում։ Մնացածները կան շատ ավելի տարբեր ձև է։ Սա վերջին ուրեմն աստիճանն է բուժման, վերջին այդ տարբերակն է, որ եթե ոչինչ էլ չօգնեց եւ զույգը համբերատար օրինակ 1 տարի ուրիշ մեթոդներով աշխատեց բուժում ստանալ, եթե չօգնեց նոր միայն դիմել այդ թանկարժեք ծայրահեղ, այսպես ասած, մեթոդներին, որովհետեւ շատ թանկ են եւ նորից Հայաստանում շատ ներողություն, ես գիտեմ դեպքեր, որ դա դիտարկվում է որպես էլիտար հաճույք, այսպես ասած, ու մինչ բուժման ընթացք անցնելը հենց սկզբից առաջարկում են, եթե ունես հնարավորություն, փորձենք այդ տարբերակը։ Այո, դա ճիշտ չի։ Իհարկե, փող ունենալով եւ ուղղակի գնալ շատ ավելորդ հորմոնալ ստանալ, ավելորդ, ասենք, միջամտության, դա վերջին հաշվով ինվազիվ միջամտություն է կնոջը քննածում։ Վերջում վրա է հասնում հիասթափություն է։ Եվ եթե չի ստացվում, այո, ասում են փնտրել մեղավորներին, բայց չնայած սկզբանե, ասենք, բարձ է եւ զույգին եւ բոլորին, որ այստեղ 100%-անոց արդյունքներ չեն կարող ստանալ, 30-ից 40% է լավագույն դեպքերում 50% կարող է հասնել։ Այսինքն դրա համար հստակ ցուցում է անհրաժեշտ, այդ կուզե որպեսզի դուք ասեիք։ Ուրեմն մեծամասնությունը 80-ից 90% բոլոր անպտղության դեպքերը բուժվում են այլ մեթոդներով, ավելի էժան եւ ավելի մատչելի։ Այդ 5-ից 10%-ն է, որ հարկավոր է միայն արհեստական բեղմնավորում։ Որն են այդ դեպքերը, եթե արգանդի փողերի խցանում կա եւ ոչ մի հնարավորություն չկա դրանք բացել։ Կամ բացակայում են, որովհետեւ վիրահատություն եղավ եւ այլն, պատճառները շատ կարող են։ Այստեղ ուղղակի սпасել կամ ուրիշ մեթոդների հեքիմ լինի թե բժիշկ լինի թե վրա, ուղղակի անիմաստ է եւ սխալ է։ Ժամանակի, ֆինանսների եւ Աստված դրա համար ստեղծել է բժշկություն բժիշկներին եւ մեր օգնությամբ է ուզում այդ զույգերին օգնել, այլապես բժշկությունը գոյություն չէր ունենա։ Երկրորդը, եթե ամուսնումը սերմնահեղուկի կամ սերմնաբջիջների խիստ տոկոսի եւ ակտիվության անկում կա։ Այդ դեպքերում, երբ որ ուրիշ մեթոդներ չեն կարող օգնել, ոչ բարձրացնել այդ տոկոսը, ոչ նույնիսկ ներարգանդային ինսեմինացիաներ կատարել եւ այլն եւ այլն։ Ասենք թե մի 5-10 ընդամենը ոչ թե միլիոններ, 20 միլիոն, 100 միլիոն, այլ մի 5-10-20 սերմնաբջիջ ունի տղամարդը։ Այս դեպքում արհեստական բեղմնավորում ուղղակի ցուցված է։ Եվ երրորդը, եթե այլ մեթոդները փորձված են, բայց չի ստացվել երկար ժամանակ, 1 տարի կամ 1.5, այն ժամանակ իհարկե նորից խորհուրդ է տվում, վերջնական, բայց դա շատ մի փոքրիկ մասն է լինում, որ մեծամասնությունը այդ 1 տարում մնացած մեթոդներով կարող են հղիանալ։ Խոսենք նաև ինսեմինացիա ասվածի մասին, ինչ է իրենից ներկայացնում եւ էֆեկտիվության մասին նաեւ խոսենք։ Այո, շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ ոչ միայն բնակչությունը, այլ ցավոք սրտի նույնիսկ շատ բժիշկները չեն լավ տարբերում, բոլորը արհեստական հղիության տենց տերմինի տակ են գնում երկուսն էլ, այսինքն այդ երկու կարևորագույն մեթոդները, բայց դրանք պրինցիպիալ տարբերվում են։ Եվ շատ հաճախ զույգերը նաեւ կամ զույգերի ընտանիքները մի տեսակ խորշում են այդ մեթոդից, մտածելով որ դա էլ արհեստական է։ Հա, արհեստական։ Այսպես թե այնպես։ Այո, խնդրեմ։ Մեծ սիրով։ Ուրեմն գոյություն ունի ամենից տարածվածը դա ներարգանդային ինսեմինացիայի մեթոդն է, որը իրենից արհեստական ոչինչ, այստեղ բառը արհեստական չի օգտագործվում, որովհետև արհեստական շատ բան չկա։ Սերմնահեղուկը վերցվում է, ամուսինը հանձնում է այդ օրը, երբ գալիս է ժամանակը, հանձնում է, սերմնահեղուկը ակտիվացվում է հատուկ մեթոդներով, հատուկ նյութերով, մշակվում է, որպեսզի տեղադրվի բժշկի կողմից արգանդի ներսում։ Ուղղակի օգնում ենք, եթե կոպիտ բարձրացված ձևով ասում, օգնում ենք, որպեսզի տղամարդու սերմնաբջիջը հանդիպի ձվաբջիջի հետ կնոջ։ Լավ որակ, հարաբերականորեն լավ որակ։ Այո, որակը լավացում է տղամարդու եւ կնոջն ենք իհարկե բուժում նշանակում, որպեսզի կնոջ ձվաբջիջներ որակը բարձրանա, արգանդի ուրեմն կպչունակությունը եւ այլն եւ այլն։ Սա ամենից տարածված եւ էֆեկտիվ մեթոդներից մեկն է։ Եթե ուրեմն այս մեթոդը չի օգնում 5-ից 6-7 անգամ փորձելուց հետո, ասենք կարող 5-7 ամիս անցնի եւ զույգը հղիություն չունենա, շատ քիչ ուրեմն, ինչպես ասեցի, տոկոսի ժամանակ, այն ժամանակ պետք է դիմել արհեստական բեղմնավոր։ Այ արհեստական բեղմնավոր, այստեղ արհեստական բառը կա, արտամարմնային բեղմնավորումը արդեն արհեստական տերմին է իր մեջ պարունակում է եւ այդտեղ կարելի է հանդուրժել այդ միտքը, որովհետեւ իրականում ինչ է կատարվում լաբորատոր պայմաններում ձվաբջիջը կնոջ մարմնից դուրս է հանվում, ինչի համար կոչվում է արտամարմնային բեղմնավորում եւ ամուսնու սերմի հետ միացվում է լաբորատոր պայմաններում։ Սաղմիկը ստացվում է արդեն արհեստականորեն լաբորատոր ինկուբատորի մեջ եւ աճեցվում է 2, 3, 4, 5 օր աճեցվում է ինկուբատորի մեջ, որից հետո նոր արդեն պատրաստի սաղմիկը ընտրում են ամենալավագույնը, տեղադրվում է արգանդի խոռոչի մեջ։ Այստեղ ինչ որ իհարկե արհեստական էտապ կա, որի համար կարելի է դա կոչել արհեստական, բայց ավելի ճիշտ արտամարմնային բեղմնավորում։ Մինչդեռ
միջ ներարգանդային ինսեմինացիան ոչ մի արհեստական բան չունի, կատարվում է բնական ճանապարհով։ Որևէ արհեստական բան չկա եւ խուսափել դրանից խուսափել ոչ մի իմաստ չկա։ Խուսափել եւ կյանքը բարդացնել եւ ընտանիքը թողնել առանց երեխայի։ Նշենք նաեւ որ հասանելի մեթոդ է։ Այո, եւ եթե ճիշտ ցուցումներով կիրառել, նրա արդյունավետությունը ավելի քիչ չէ, քան այդ թանկարժեք արտամարմնային բեղմնավորում։ Գիտեք ինչ, ես միշտ ասել եմ, ուղղակի եթե թույլ կտակ կրկնենք, մենք բժիշկները սովորում ենք 7 տարի ուղղակի բժշկական ընդհանուր մասնագիտություն, 4 տարի գինեկոլոգիա եւ 2-ից 4 տարի որպես դառնանք, ասում 10-15 տարի սովորում ենք այս մասը։ Միանգամից ինտերնետից կարդալով 1-2 էջ եւ ենթադրելով, որ այս հարցերը ձեզ པարզ են, պետք չի։ Եկեք անպայման վերարտադրական բժիշկների մասնագետների մոտ մենք ձեզ բոլորս կբացատրենք ամենը ինչին սովորել ենք եւ շարունակում ենք սովորել մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Լավ, եւ մեր հաղորդման շրջանակներում ձեր վերջին խորհուրդն ուղղված մեր ազգաբնակչությանը կամ անպտուղ զույգերին թերևս։ Երբեք պետք չի հուսահատվել, որովհետեւ այսպես թե այնպես ժամանակի ընթացքում բժիշկների օգնությամբ բոլորը կարող են հասնել հղիության։ Ուղղակի պետք է համբերատար այս երկար երբեմն դժվար ճանապարհը գնալ։ Մենք ձեր հետ ենք, ձեր կողքին ենք։ Այսինքն, ինչպես ես հաղորդման սկզբում ասացի, ոչ թե պետք է սпасել եւ հուսալ, այլ պետք է ճիշտ գործել։ Այո, միանգամայն ճիշտ է։ Լավ, շատ շնորհակալ եմ այսքան արդյունավետ հեռուստախորհրդատվության համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեր հրավերի համար։ Fertility Center, որը նշանակում է պտղաբերության կենտրոն, գործում է արդեն մի քանի տարի Հայաստանում, Երևանում, Աբովյան փողոց 34 կոտորակ 3 հասցեում։ Կենտրոնը զբաղվում է ամենալայն շրջանակներում մարդու անպտղության բուժման ուղղությամբ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Այստեղ կատարվում են եւ ախտորոշում եւ բուժումներ, ինչպես ներարգանդային ինսեմինացիաներ, այնպես էլ արտամարմնային բեղմնավորման հետ կապված բոլոր խնդիրները։ Այն ամբողջ սպեկտրը, որ այսօր բժշկությունը կարող է առաջարկել, մեր կենտրոնում կատարվում է։ Մեր կենտրոնում աշխատում են բժիշկներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են նույն ասպարեզում Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում, որոնք որ վերապատրաստվել են, որոնք որ շատ փորձ ունեն եւ շատ մեծ պատասխանատվության զգացմունք։ Մեր կենտրոնից միշտ մենք աշխատում ենք, որպեսզի մեր զույգերը երջանիկ գնան եւ գոհ։ Լավագույն արդյունքները, որոնք կան լավագույն կենտրոններում Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, մենք ունենք եւ մեր կենտրոնում։ Մենք աշխատում ենք միայն ամերիկյան ստանդարտներով, եվրոպական չափանիշներով եւ արդյունքները համապատասխանորեն լավագույնն են այսօր Երևանում։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ապրիլ առողջ հաղորդաշարի առանցքում մշտապես ձեր կողմից հնչեցված հարցերն են։ Ուստի շարունակեք զանգահարել մեզ առողջական ցանկացած խնդրի հետ կապված առաջատար բժիշկների կողմից օգտակար եւ բովանդակալից հեռուստախորհրդատվություն ստանալու համար։ Հավատացնում եմ ձեզ, որ մենք չենք անտեսում ոչ մի հեռախոսազանգ եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր բոլոր հեռուստադիտողները ստանան իրենց ուզող հարցերի պատասխանները, գտնեն իրենց բժշկին եւ վերջնականապես ազատվեն իրենց ուզող առողջական խնդիրներից։ Ապրեք առողջ, կհանդիպենք։